Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանն է։ Բարև ձեզ Տիկին Հանդիլյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ Սիրով։ Տիկին Հանդիլյան, ես հիշում եմ, որ 2018 թվականի իշխանափոխության օրերին դուք, ինչպես նաև ելխմբակցության ոչ ԿՊԱ-ական անդամները Նիկոլ Փաշինյանին չէիք աջակցում, այսպես Էդմոն Մարուքյանի հայտնի ելույթն եմ հիշում երրորդ ճանապարհի մասին եւ այսպես շարունակ։ Ինչով էր սա պայմանավորված, արդյոք պատճառն այն էր, որ չէիք հավատում փողոցային պայքարով հաջողության հասնելու հեռանկարին, թե պատկերացնում եք ինչ է սպասվում մեզ, եթե Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Եզակի մարդկանցից եք եւ լրագրողներից, ովքեր դա հիշում են, որ ելքխմբակցության մեջ լինելով հանդերձ, այն թիմը, որը ես էի ներկայացնում այդ ժամանակ, չի եղել հեղափոխական եւ հեղափոխության մաս, գոնե այն ձևը ու տեսքով, որի ճանապարհը բռնել էր քաղաքացիական պայմանագիրը։ Սա մեզ համար ընդունելի չէր, որովհետեւ մենք հավատում էինք, որ էվոլյուցիոն ճանապարհով փոփոխությունը կարեւոր է, անհրաժեշտ է եւ պետք է, ու դա հնարավոր է, որովհետեւ մենք հենց ազգային ժողովում ենք որպես իրական անդիմադիր խմբակցություն, որը բացարձակ կաշկանդված չէր պայքարելու, բարձրաձայնելու խնդիրներ եւ մարդկանց էվոլյուցիոն ճանապարհով հասունացնելու իշխանափոխության։ Եվ սա էր պատճառը, որ մենք տարբերակներ էինք առաջարկում, ցույց տալու, որ սև ու սպիտակ չի լինում ոչինչ, ճշմարտությունը միշտ ինչ որտեղ մեջտեղում է։ Երրորդ ճանապարհը։ Ինչ որտեղ մեջտեղում, երրորդ կլինի, չորրորդ էլ կլիներ երևի, հինգերորդ տարբերակ էլ կար, ինչպես հիմա լինելու է եւ ինչպես առհասարակ կյանքում ընտրության հնարավորությունը միայն 1-2-ը չի լինում երբեք։ Դրանք լինում են տարբեր տեսակի, կախված իրավիճակից։ Իսկ ինչու մենք այդ ճանապարհով չգնացինք նաեւ, ինչպես նշեցիք ձեր խոսքում, այդ թվում նաև ճանաչելով, իմանալով ինչ թիմ է եւ ինչ նպատակներ կարող է հետապնդել։ Արդյունքում մենք հիմա տեսնում ենք նրանց ամբողջ այսպես մերկությունը եւ տեսնում ենք թե ինչպիսին են նրանք, արդեն տեսնում է հանրությունը։ Այն ինչ մենք գիտեինք, դա գիտենք ցավոք սրտի միայն մենք եւ դա հասանելի դարձնելը համարյա թե անհնարին է։ Իսկ ինչու չէիք բացատրում այն ժամանակ հանրությանը ամեն դեպքում։ Դա հնարավոր չէ, դու պիտի հասկանաս տվյալ պահի գործիքակազմը եւ դրա արդյունավետությունը։ Մենք երբ որ 18 թվականին Լուսավոր Հայաստանը ընդդիմադիր խմբակցություն էր դեկտեմբերի ընտրություններին եւ մտավ պարլամենտ, դուք տեսեք իմ ելույթները, դուք տեսեք մեր գործունեությունը, ընդդիմադիր խմբակցության հատկապես իմ, որովհետեւ ես գիտեի ինչի դեմ եմ պայքարում, իմ ելույթները, իմ խոսքը դա չէր ընկալվում նույնիսկ մարդկանց թվում էր թե մենք ահա խոչընդոտում ենք մի հրաշալի բանի երբ որ ուղակի քննադատում ենք այս կամ այն երևույթը եւ շատ դժվար էր այդ միջավայրում հասցնել խոսքը անգամ ողջամիտ խոսքը տեղ եւ այստեղ մեղավորության խնդիր չկա այստեղ այն վիճակն է որ մարդիկ իսկապես երբ որ դուք չանձնապես վերցնում մի բանից շատ ողջևորված եք շատ դժվար է այդ ողջևորությանը քննադատական խոսքասողին ավելի խորքային լսել, դա բարդ բան է եւ դա ակնկալելը իսկապես արդարացի չէր լինի եւ ժողովրդի եւ մարդկանց հանդեպ։ Եվ այո անհրաժեշտ էր ժամանակ, որ մարդիկ ինքնուրույնաբար առերեսվեին իրականության, ինչը եւ տեղի էր ունենում։ Այո մեր աջակցությամբ, այո մեր ընդդիմադիր խոսքի եւ նաեւ տարբեր խնդիրներ բարձրաձայնելու միջոցով, բայց ես համոզված եմ եւ հիմա ժամանակ եկավ դա ապացուցելու, որ իրոք ժամանակ է անհրաժեշտ որոշ իրավիճակներում մարդկանց կողմնորոշվելու։ Մի այսպես ճտոցով չի լինում։ Ցավոք սրտի ինչ որ գիտես դու, արագ տեղ հասցնելու գործիք չկա, երբեմն բացի ժամանակը։ Ցավոք սրտի շատ ծանր գին վճարեցին, շատ թանկ ու շատ ծանր սկսեց հասկանալ։ Ես համաձայն եմ եւ ես դրա պատկերացումն անգամ չունեի, որ եւ եթե ինձ հարցնեք, թող եւս մի քանի տարի այդպես շարունակվեր առանց այդ գինը վճարելու, որտեվ այսպես թեմպես մարդիկ տեսնելու են, բայց այն գնի արդյունքում, որում տեսան, անկարելի է պատկերացնել։ Տիկին Հանդիլյան, վերջին տարիներին հաճախ է այն տեսակետը հնչում, որ 2018-ին Հայաստանում ոչ թե իշխանափոխություն է տեղի ունեցել, այլ իշխանության հանձնում, այսպես հեղափոխության իմիտացիայի ներքո։ Այժմ երբ հետադարձ հայացք եք գցում 2018-ի իրադարձություններին, ձեզ համար որքանով են այս պնդումները համոզիչ, արդյոք Սերժ Սարգսյանն իր կամքով իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, թե այնուամենայնիվ իրավիճակը իր վերահսկողությունից դուրս եկավ եւ հեղափոխություն տեղի ունեցավ։ Առհասարակ ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ, այո ես նույնպես կարող եմ ունենալ իմ կասկածները, իմ վերլուծությունը, այսպես պատճառահետևանքային կապը, բայց ես չեմ սիրում որպես քաղաքական գործիչ ասել բաներ, որոնք չեմ ապացուցելու եւ պատասխանատվություն չի կրելու այն անձը կամ երևույթը եւ դրա կատարողները ում մասին խոսում եմ։ Առհասարակ ես զերծ եմ մնում, թեպետ ինչպես բոլորը ես նույնպես կարող եմ դա եւ ստատուս գրել եւ մեզ օթում sense կասկածել, բայց երբ որ տրամաբանորեն նայում ես վարքագծերը, հարցեր բազմաթիվ են։
Եւ ինձ համար երբեք պատասխան չունեցավ այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ ռադիոյի տուն մտան եւ դա մնաց անպատիժ։ Ու դա սկիզբն էր հեղափոխության։ Ինչպես ստացվեց, որ հրապարակվեց Սերժ Սարգսյանի այն տեքստը, որում Նիկոլը ճիշտ էր ինքը սխալ, դա որևէ բացատրություն չունի ուժեղացնել մի մարդու ում դեմ իբրև կամ գործողությունների հետ հաշտ ու համերաշխ չես։ Եվ բազմաթիվ հարցեր կան, սա զուտ տրիվիալ մի երկուսն եմ ասում։ Կամ ինչու այլ տեխնոլոգիով չփորձեցին իրավիճակը հանդարտեցնել։ Մինչև այդ եւ ինչու իմանալով հանդերձ եւ այդ խոստումները տալով, հասկանալով, եթե այդքան տվյալներ ունեն, հասկանալով, որ դա կարող է բորբոքել ժողովրդական տրամադրություններ, ինչու գնացին այդ ճանապարհով, ինչու հենց բորբոքելու նպատակով եւ ունենալով հանդերձ այլ լուծումների հնարավորություն։ Եվ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը կստանանք միայն իշխանապողությունից հետո, որովհետև անպայման պահպանվել են ինչ-որ կոմունիկացիաներ, անպայման պահպանվել է ինչ-որ հետք։ Ես լինելու եմ այն մարդկանցից, ով դա բացահայտելու է, որովհետև չի կարող դավադրության միջոցով երկրում բան փոխվել եւ մարդիկ լինեն անտեղյակ ժողովրդի թիկունքի հետևում պայմանավորվածության արդյունքում եւ դա վաճառել մարդկանց եւ հետնել դրա հետևանքով տեղի ունենան իրադարձություններ, որոնց պատճառով ասում են, որ այդ իշխանության հանձնումը տեղի է ունեցել, դա բացահայտվելու է, ոչ ոք անպատիժ չի մնալու, որովհետև եթե եղել է պայմանավորվածություններ, որում հետո շարունակությունը այս իշխանության խոսքի մենք գիտենք, որ դա լինելու էր, ուղղակի առանց զոհերի, այսինքն ինչ գիտեիք, ում հետ գիտեիք, ովքերով գիտեիք, ով պիտի պատասխանատվության ենթարկվի։ Այո, եւ այս բոլոր հարցերը պատասխան են ստանալու, վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Եվ այո, ես էլ լեգիտիմ իրավունք ունեմ կասկածներ հնչեցնելու, բայց պնդումներ չեմ անի, որովհետեւ ես մեկ կյանքի իրավունք ունի ես։ Այո, ունի եւ այդ հարցերը չեն պատասխանվել եւ չեն փարատվել եւ որևէ մեկին չթվա թե եթե դրանք այսպես կոծկվում են, ժողովուրդը այդ հարցերը փարատում, փակում է եւ մոռանում։ Ահա դրա համար էլ չեն տեղի ունենում փոփոխություններ, որոնց ձգտում է իբրև թե նախկին իշխանությունը, որտեղ մարդիկ դեռ խաբված են եւ իրենք գիտեն, որ մի բան կատարվել է, իրենք չգիտեն ինչ։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, որ կառավարությունը ինքն է եւ եթե որևէ մեկը կա կառավարությունում, ով իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի, ապա պետք է նույն պահին դիմում գրի եւ հեռանա։ Դուք Փաշինյանի առաջին կառավարությունում մի քանի ամիս նախարար եք աշխատել, սոցիալ-նախարարի պաշտոնն եք զբաղեցրել, անգամ նաև հակասություններ եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, մի անգամ էլ հրաժարական ներկայացրեցիք, հետո ինչ-ինչ պատճառներով մնացիք։ Կպատկերացնեիք, որ երբևէ Նիկոլ Փաշինյանը նման բան կհայտարարեր եւ եթե նա 2018-ին նման բան հայտարարեր, կշարունակեիք իր հետ աշխատել։ Ես երբ որ մեր զրույցի սկզբում ասացի, որ ես ճանաչում եմ մարդկանց, ես նաև գիտեմ, որ այդ թաքնված էր նաև այն ժամանակ այդ տեսակ վարքագծի ընկալումը, այդ տեսակ վարքագծով ղեկավար լինելը։ Իհարկե ինձ որևէ բան չի ասվել, ինչու, որովհետև այն ժամանակ մոդայիկ էր ժողովրդավար Երևանը եւ ժողովրդահաճո տեսք ունենալը։ Հետևաբար իհարկե ինձ չէր կարող նման բան ասվել, դա իմ որոշումն է եղել եւ եթե կարիք կա կարող եմ բացատրել ինչու եւ ինչու դա տեղի չունեցավ, բայց այո դա իր վարկանիշին հարվածող բան էր անգամ այն ժամանակ։ Բայց այն որ նա դառնալու էր փոքրիկ դիկտատոր տարիների ընթացքում, ես դրանում կասկած չունեմ, որ դուք տեսնեք նրանց թիմի բաղադրությունը, կախվածությունը Նիկոլ Փաշինյանից եւ ով էլ ուզում է լինել, դառնալու էր այդպեսին, որովհետեւ ինքը ունի մի գործիք մարդկանց իրենից կախվածության մեջ պահելով եւ շանտաժի միջոցով լուծել հարցեր։ Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է եւ վաղ թե ուշ դա բացահայտվելու է։ Ինչու է նա կարողանում դա ասի եւ դա կարողանում անել ասելուց զատ, որովհետեւ նա տարբեր կառավարության անդամների վրա ունի տարբեր գործիքներ իրավական համակարգից ստեղծված եւ ունի այսպես ասած գործեր, կոմպրոմատներ, ժողովուրդը ասում է, չէ, գործեր ունի ամենքի վրա։ Այո, եւ նա այդ գործիքները օգտագործում է իր խոսքը անելու համար, իր ասածը անել տալու համար, որովհետեւ հեղինակություն չունի, հարգանք չունի դա անել տալու համար եւ վստահություն չունի ոչ մեկի կողմից։ Այդպես կարող ես անել, որովհետև այո, կառավարությունը վերջապես այս խոսքը պիտի հարգեն եւ հավատան, որ դու իրապես ճիշտ բան ես ասում կամ որպեսզի կարողանաս աշխատել։ Այլապես պիտի ասես, ով ինձ հետ համաձայն չի, պիտի գնա, որովհետև դու չես կարող լինել համոզիչ, դու չես կարող լինել գիտելիքահեն եւ չես կարող հիմնավորումներ բերել քո խոսքի եւ այդպիսի մարդիկ են վերածվում դիկտատորների, ինչը եւ տեղի է ունենում։ Հետեւաբար այն, որ ինքը իրեն պիտի երևակայեր այդպիսին եւ Հիսուս Քրիստոսի տեղ դներ եւ Լուդովիկոս 14-ի տեղը դնել։ Պապ Թագավորի այսպես շարքը անverջ է, որ հենց ինքն է որ կա եւ ինքն է ներկայացնում երկիրն ու կառավարությունն ու մարդկանց, ցավոք սրտի դա տեսանելի այսպես զարգացում է։
Եվ դա դեռ չի ավարտվել։ Հիմա տեսեք եկեղեցին ընդունում էր Տիկին Թանդիլյան այն ժամանակ, երբ դուք եք պաշտոնավար։ Ես երբեք չի եղել ասեմ տեսակետ եւ դա չընդունվի կամ ինչ-որ ձևով արգահատվի։ Ես դա ինչ ճշմարտության դեմ չեմ մեղանչի եւ եթե այդպես չլիներ, ես մի օր այդտեղ չի լինի։ Եվ ես նաև հրաժարական եմ տվել արդեն քաղաքական առումով հենց այդ պատճառով, որովհետև այդ նախարարության պատասխանատուն եւ դրա աշխատանքների ես եմ։ Եվ եթե ես ունեմ տեսակետ, որ հարցը պիտի լուծվի այսպես եւ վարչապետը Նիկոլ Փաշինյանը եւ մնացածը չեն կիսում այդ տեսակետը, իդեպ որը չէր տարբերվում իրենց տեսակետից մինչեւ հեղափոխությունը, ապա ես այդտեղ որոշեցի, որ ես անելիք չեմ ունենալու։ Բայց նաև մնալու պատճառը հենց այն էր, որ հանդիպումն իր հետ եւ այն, որ դու փոխի ինչպես նպատակահարմար ես գտնում եւ մնացած կառույցների հետ աշխատի եւ բեր փոփոխություն դիտարկենք։ Այդ դիտարկման խոստման մեջ եմ ես որոշել, որ ով եթե ոչ ես պիտի փոխի այդ համակարգը եւ որոշել համաձայնել ու շարունակել պաշտոնավարել, որովհետեւ այդի միգուցե շանտաժի նման քայլեր, բայց դրա հետևանքով որոշում եղավ դիտարկել փոփոխությունները։ Հիմա տեսեք ես այնտեղ չեմ, մեկը խոսում է կուտակայինից։ Երբևէ որևէ մեկը հարադարձել է, ում են վարչապետին այդ հարցը տվել են, երբ որ դեմեմի ցույցերին գալիս ասում էր պարտադիրը չպիտի լինի։ Անկամ իհարկե այսօրին հարաբերությունների համար էլ պարտադիր դարձավ այն։ Ամեքի համար 18 թվականին ես դա ուզում կանգնացնել, որպեսզի այն 80,000-ը չմտնի, բայց հենց դա էր որ տեղի չունեցավ։ Եվ իհարկե այն հարավիկները, որ ապրել են արդեն կուտակայինը թողել է շատ անցյալում եւ այդ թեմաները, բայց ուզում եմ ասել, այն պայքարը, որ ես տարել եմ, ինքն ունեցել է տրամաբանություն եւ ես պատասխանատվություն եմ զգացել մարդկանց հանդեպ փոփոխություն բերելու, որովհետեւ այդ կառավարությունը փոփոխության մասին էր, ինչը իհարկե տեղի չունեցավ եւ արդեն մոռացության մեջ է, բայց գալու է, չէ, 2037 թիվը, այդ 1974 թվականին ծնվածները գնալու են, չէ, թոշակ եւ այդ ռիսկերն ու այդ պայթունավտանգ իրավիճակները անպայման ի հայտ են գալու։ Դեռ շատ դժվար է խոսել բաների մասին, որ 23 տարի հետո պիտի տեղի ունենա, հիմա էլ 11։ Հնարավոր կոռուպցիոն չարաշահումների մասին էլ չխոսենք։ Հիմա ինչ էր կատարվում, այսինքն նրանք ներդրումներ անում են պետական պարտատոմսերի մեջ, պետությունը մեր փողը եւ իր փողը բյուջեից տալիս է իրենց, հետո պարտքով հետ վերցնում։ Այսինքն ել չեմ ուզում երկարացնել իհարկե այս թեման, բայց այն եղել է նաեւ լակմուս ինձ համար, որ ես անելիք չունեմ մի կառավարությունում, որի վարչապետի հետ ունեմ արմատական, սկզբունքային, արժեքային, ինչ շատ կարևոր է ինձ համար, տարբերություններ։ Ես ունեմ կարմիր գծեր, իրենք ոչ։ Եվ իրենք ինձ համար դա նորություն չէր, ուղղակի երևի չպիտի այն ճանապարհը վերցնեի, որով գնացել եմ բան փոխելու համար հանուն ժողովրդի։ Միգուցե պիտի մի քիչ ավելի էգոիստ լինեի, որը չեմ արել եւ որը իմ նաեւ քաղաքական հետագծի վրա հետք է թողել, բայց գիտեք, որ հետ եմ նայում, եթե չիմանայի այն գիտեմ հիմա, միգուցե եւ արդարացնեին քայլերը, որ արել եմ։ Հետեւաբար, այո, ամեն քաղաքական գործիչ իր ճանապարհն ունի հետագիծը եւ դա թողնված է։ Սխալներն էլ անխուսափելի են ամեն դեպքում։ Ոչ միայն սխալներ, այլ որոշումները, որոնք դու կայացնում ես տարբեր բաներ առաջնահերթություն տալով տարբեր բաների։ Սա է։ Հիմա եթե ես էլի եմ ասում, մի քիչ էգոիստ լինեի, այլ որոշում կկայացնեի։ Ես հիմա էլ այդպեսին չեմ եւ դրա համար եմ վախենում, որ ես կայացնում եմ որոշումներ ուրիշների համար, այլ ոչ թե ինչը ինձ ավելի կապահովագրեր։ Տիկին Թանդիլյան, խոսենք նաև ապագայից, մենք մոտենում ենք խորհրդարանական ընտրություններին, քաղաքական դաշտում արդեն իսկ ակտիվ վերադասավորումներ են սկսվել, տարբեր դաշինքներ են ստեղծում եւ այսպես շարունակ։ Ձեր գնահատմամբ ինչ ասելիքով եւ ծրագրերով պետք է հանդես գան ընդդիմադիր այն ուժերը, որոնց օրակարգում իշխանության հեռացումն է եւ ամենակարևորը, ինչ սխալներից պետք է խուսափեն, որ մենք ոչ մի դեպքում չկրկնենք 2021 թվականի պատկերը։ Ինձ համար քաղաքականության մեջ անկեղծությունը միշտ կարևոր է եղել։ Ես հասկանում եմ, որ էլի ասում են բան, որ մարդիկ լսում ասում են, բոլոր քաղաքական գործիչներն են սենց խափում են, սուտ են խոսում, խոստումներ են տալիս։ Ես դա հասկանում եմ, որովհետև ես իրենց տեղում եմ եղել, հետո եկել եմ այստեղ ու փորձել եմ պահպանել այն, ինչին ես հավատում եմ։ Ես միշտ չեմ կարողացել խոսել բաների մասին, որոնց չեմ հավատում։ Ես չեմ կարողացել պաշտպանել բաներ, որոնք արժեքային ինձ հետ ընդհանուր չեն, եւ բազմաթիվ, եւ այդ պարագաներում ընդունել են որոշումներ։ Հիմա այն պահն է, որ ինձ համար նորից անկեղծությունը եւ մարդկանց հետ ուղիղ խոսելը շատ կարեւոր է եւ ես կարծում եմ, որ հենց քաղաքական ուժը, որը հավակնում է մարդկանց վստահությունը ստանալ, պիտի շատ անկեղծ խոսի եւ ցույց տնի այն արժեքները, որ ինքն ունի։ Հիմա տեսեք, ինչ ասես ինձ հետ եւ մեր թիմի հետ եւ առանձին մարդկանց հետ կապում են սրա պաշտպան, նրա այս մետությունը բան։ Ինձ համար Հայաստանի Հանրապետության շահից վեր ոչինչ չկա։ Մեր քաղաքացիների պաշտպանվածությունից վեր ոչինչ չկա։ Սա զուտ որպես սկզբունք։ Մեր պետություն եւ պետականությունը ինձ համար այնպեսի արժեք են,
առանց որոնց ես իմ կյանքը չեմ պատկերացնում եւ հետեւաբար ես կարծում եմ այսօր հենց դա պիտի ցույց դնել եւ հավաքվել են մարդկանցով ում համար հայկականությունը, հայկական պետությունը, հայոց պետության գոյությունը ի պաշտպան սփյուռքահայության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պիտի լինի առաջնային, որովհետեւ եթե մենք կորցնենք մեր պետությունը, եթե մենք կորցնենք նրա ազգային հայկական տեսակը, ում պիտի պաշտպանի այս պետությունը, ինչի համար է այն եւ մեզ համար պիտի արժեք լինի դա։ Ես կարծում եմ, որ պիտի միավորվել այն ուժերով, ում համար հայկականությունը եւ հայկական պետությունը, պետականության շահը առաջնային է, միևնույն ժամանակ գնահատելով ռիսկերը աշխարհաքաղաքական եւ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա հաշիվներ մաքրելու բեմահարթակ, ինչպես եղել է դարեր շարունակ, որի հետևանքով այո, տեսնում ենք նաեւ հիմա, որի հետևանքով Հայաստանը մասնատվել, բսկտվել, տարածքները բաժանվել են արևելյան, արևմտյան, հետո նորից այս երկրների միջև են։ Մյուսն է պատմության ընթացքում ես պատմաբան եմ եւ միշտ զարհուրել եմ, թե լավ չէի կարողանում միասնական հանդես գալ եւ թույլ չտալ մեր պետության մասնատում, թագավորություններն են քանդվել, պառակտվել, սա զուտ մեր պառակտվածության հետևանքով եւ հեռատես չլինելու։ Հետեւաբար այս նույն սխալները, եթե մենք թույլ ենք տալու, ուրեմն մենք դասեր չենք սովորում, դասեր չենք քաղում եւ արժանի չենք այն կյանքերին, որ տվել են մեզ համար, այս պետությունը պաշտպանելու համար։ Ծանր գնին, որը վճարել ենք մենք։ Այո, եւ այդ տղաներին ենք պարտական, հայկական, մաքուր, ազնիվ, ժողովրդավարական, իրավական պետություն, որտեղ մարդը արժեք է, ոչ թե միջոց։ Ձեր քաղաքական ուժը եւս մտադիր է մասնակցել ընտրություններին, երբ եք նախատեսում հայտնել ինչ ձևաչափով եք մասնակցելու ընտրություններին եւ մամուլում հրապարակումներ կան, որ տարբեր ուժերի հետ բանակցությունների մեջ եք, այսպես Արման Թաթոյանի, Հայ ազգային կոնգրեսի եւ մի քանի այլ ուժերի անուններ են նշվում ու նշվում է, որ դեռևս հաջողությամբ չեն փսակվում այս բանակցությունները, երբ կարող եք ավելի մանրամասն խոսել այս մասին։ Գիտեք ինչն է դեռ, երբ որ լսում եմ եւ իրականում գիտեմ ինչ է ընթանում, մի կողմից եմ, որ կիսա ճշմարտությունը մի բան ճշմարտություն է, բայց ամբողջը չի։ Եվ այս կիսա ճշմարտություններով միշտ մամուլ մարդիկ չէ, sense կողմնորոշվում փորձում են։ Իրականում այդ ուժերը, որ նշեցիք, այո, բանակցությունները տեղի ունենում եւ ոչ միայն իրենց հետ, այլ նաեւ տարբեր ուժերի հետ, եւ ինչու համաձայնության չենք եկել, որովհետեւ բանակցությունները շարունակվում են եւ բնականաբար մեր ուժը այո հայտ է ներկայացրել մասնակցության, որովհետեւ մեզ համար ընտրություններով իշխանափոխությունը ժողովրդավարության հաղթանակ է նշանակելու եւ մենք ձգտել ենք դրան 21 թվականից ի վեր, ինչ մեր կուսակցությունը ստեղծվել է, դիմերին մասնակցելով, մարդկանց հետ աշխատելով, ցույց տալով, որ դուք այդպես վատերի միջև չի ձեր ընտրությունը, այլ կան ուժեր, որոնք ձեր մասին են, մեր մասին են, մեր պետության մասին են եւ եկեք վստահենք, իրար հետ ճանապարհ գնանք եւ պետություն կերտենք։ Հետեւաբար այս արժեքների հիման վրա են մեր բանակցությունները տարբեր ուժերի հետ 26 թվականի ընտրություն դեպի գնալիս եւ հասկանալով, որ այս ընտրությունները ճակատագրական եւ բեկումնային ընտրություններ կարող են լինել, որովհետեւ եւ ժողովուրդն է հասունացել իրական առարկայական փոփոխությունների եւ անհրաժեշտություն կա, որովհետեւ մեր պետությունը, պետականությունը վտանգված է այս իշխանության օրոք։ Մեր տարածքները վտանգված են, մեր քաղաքացիները վտանգված է։ Ես անպայման ուզում եմ սա լսեն մեր դիտողները, որ խաղաղությունը այսպես անքննարկելի է, անքննելի է, բայց խաղաղությունը պիտի լինի երաշխավորված եւ կայուն։ Եվ երբ որ դրա հիմքերը խարխուն են, այն ինչի վրա հիմա կառուցում են այս խաչմերուկը, դա խարխլված հիմքեր են։ Դա կայուն չի կարող լինել, երկարաժամկետ չի կարող լինել, որովհետև դիմացինի պահանջները եւ ախորժակը միշտ մեծանում է կախված այդ հիմքերից, որի վրա այդ խաղաղությունը դրված է։ Մենք առաջարկում ենք խաղաղություն այնպիսի հիմքերով եւ երաշխիքներով, որը պիտի լինի երկարաժամկետ։ Եվ մենք հասկանում ենք, որ այո, համերաշխությունը ժողովուրդների միջև պարտադիր է, ժողովուրդների միջև, որպեսզի այս խաղաղությունը հարատև լինի։ Իսկ դրա համար անհրաժեշտ քայլեր կան ու առաջին հերթին քաղաքական։ Պետք է շահեր համադրվեն այս տարածաշրջանում, քանի դեռ մեր պետությունը ոտքի չի կանգնել այնպես, որ թույլ չտա որևէ կրակոց, ուրեմն մենք պիտի ունենանք այնպիսի երաշխիքներ գերտերությունների շահերի հավասարակշռման եւ համադրման միջոցով, որ դա լինի երաշխավորված, այլ ոչ թե Ալիևի բարի կամքից, ինչը հիմա տեղի է ունենում։ Նա ուղղակի ցանկություն չունի խարխլելու այն հեղեղուկ խաղաղությունը, որը կա, որովհետեւ ուզում են նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը, հասկանալի, այո, ու հայտնի պատճառներով, եւ դա է պատճառը, եւ մեր խաղաղությունը կախված չպիտի լինի
Ալիևի բարի կամքից, թշնամաբար տրամադրված հարևանների բարի կամքից, որովհետև թշնամին չպիտի որոշի խաղաղությունը ինչպես պիտի լինի, որ տարածքում նա դուրս չի եկել մեր տարածքից խաղաղությունից է խոսում։ Նա մեր որդիներին չի վերադարձրել գերությունից, խաղաղությունից է խոսում։ Եվ երբեմն չմոռանալով հիշեցնել արևմտյան Ադրբեջանի եզրույթը, բայց խաղաղություն է։ Այդպես չի լինում խաղաղություն։ Իսկ մենք ուզում ենք խաղաղություն լինի կայուն հիմքերի վրա, բանակցությունների այնպիսի որակի վրա, որը պիտի բերի երկարաժամկետ համերաշխ խաղաղ ապրելակերպին մեր Հայաստանի Հանրապետության շահերի տարածքում եւ շահերի պաշտպանության։ Կարճ ասած իշխանության գալու դեպքում պատերազմ չեք հայտարարելու Ադրբեջանին, ինչպես է իշխանությունը հայտարարում, ոչ մի դեպքում, բայց չհայտարարածը Չինշանկում պատերազմի բացակայություն։ Մենք այսօր պատերազմի մեջ ենք, հիբրիդային պատերազմ է Ադրբեջանի հռետորաբանության ներքո մեր զիջողականության համատեքստում, չէ՞ որ պատերազմը միայն տարածքը չի։ Եվ այնինչ նրանք անում են հայկական արժեքների վերացում, եկեղեցիների քանդում, հայկականության վերացում եւ պատմությունը նրանք նորից փոխում են, նրանք այլ շարադրության պատմություն են գրում եւ մենք հաշտ ենք դրա հետ։ Իսկ հայ ժողովրդի նաեւ գոյության ակունքներում իր հիշողությունն ու իր պատմությունն է։ Երբ որ մեզ կոչում են ալբանական, չգիտեմ, այլ ցեղեր, որ քրիստոնյա ամեն բան նրանք վերափոխում են, անգամ քրիստոնեական մեր արժեքները, որի ինքնության կրողն ենք մենք, խարխլված է այսօր, եւ սա վտանգավոր է։ Իսկ ձեր մեջ գտել եք այն հարցի պատասխանը, ինչի մեր ժողովուրդը փաստացի ներեց Նիկոլ Փաշինյանին այս ամեն ինչի համար, եւ հիշում օրինակ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մենք ընդամենը 800 հեկտար տարածք ենք կորցրել Արցախում եւ պաշտոնական տվյալներով 75 զոհում էինք, նախկին իշխանություններին անարգյանքի սյունին էին գամում, ոչ մի կերպ չէին կարողանում ներել եւ 18 թվականի իշխանափոխության պատճառներից մեկն էլ հենց սա էր, հանրության ցասումի առնվազն։ Առաջին հերթին ես չեմ կարծում մեր ժողովուրդը ներել է։ Մեր ժողովուրդը չի ներել Նիկոլ Փաշինյանին, ուղղակի չի ներել եւ արդարացիորեն նախկին իշխանությունների արարքները նույնպես։ Եվ դրա մեջ է, որ նա ինչ է տեսնում։ Ունենք մի իրավիճակ, որտեղ սահմանին գրակոց չկա եւ իրավման, եւ ես բացատրեցի թե ինչու, պատճառը կապ չունի մարդկանց համար։ Այսօր ինչ են տեսնում, այդ գրակոցը չկա եւ դրա հետևանքով այնինչ անում է իշխանությունը, որ ամեն ինչ զիջում է էլիչիներում, բայց հասկանում է, որ միգուցե եւ դրա հետևանքով է, որ գրակոց չկա։ Ժողովուրդը ուղղակի չգիտի, որ դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու գինն է։ Եվ հետո շատ ավելի ծանր գին է վճարելու։ Եվ շատ ավելի ծանր գին է վճարում։ Այո, որովհետև ինքը թանկ գին է վճարում պահելու համար իշխանությունը։ Բայց մեր ժողովուրդը տեսնում է, որ այնինչ արվել է պատերազմի հետևանքը, պարտությունը, դա միայն Նիկոլ Փաշինյանի մեղքը չէ, մեծ մասն իրենն է, բայց նախկինում էլ եղել են բաներ երևույթներ, որոնց հետևանքով մենք ի վիճակի չենք եղել պաշտպանել մեզ եւ մեր տարածքները, հետեւաբար կարող է ամենքը շատ բան խոսեն ու ասեն, բայց ակնհայտ է չէ, որ սա մի օրվա եւ 2 տարվա վատ կառավարման հետևանք չէր, այլ ամբողջ 30։ Մենք կարող ենք փորձել մոլորեցնել ժողովրդին, չի մոլորվելու եւ ճիշտ է խուսափել այս ամեն ինչից, ինչը այո, կարելի է չսադրել, կարելի է հասկանալ, թե հիմա տեսեք դուք հիշեցիք 16 թվականը, որովհետեւ տարածքների չնչին կորուստ էինք ունեցել, բայց մեր ժողովրդին չէին պատմել այն մասին, ինչ օրինակ ես գիտեի, որ ես երեխա էի 91-92 այդ պատերազմի տարիներին, բայց հիշում եմ անգամ զրույցներ կար։ Ես զուտ օթում զրույցներն եմ հիշում, մեր ընտանիքը եւ շատ ներգրաված էր այդ process-ներում եւ պայքարի մեջ եւ այլն, որ տարածքներ են ազատագրում, որոնք հետո պիտի փոխանակենք Լեռնային Ղարաբաղի անկախության համար։ Ես երեխա այդ տողը հիշում եմ։ Դա ինչի տեղի չի ունեցել 30 տարվա ընթացքում։ Կարող է որոշել են, որ սխալ բան են ասել, այն ժամանակ սխալ մոտեցում է եղել, բայց չէ որ այն ժամանակ նման ինչ-որ մարդիկ են եղել, ովքեր այդ մտադրությամբ հասկացել են, որ մի բան պիտի զիջվի։ Փոխզիջում պիտի լինի, ուրեմն ու շատ ճիշտ մոտեցում է։ Անենք այնպես, որ զիջելու տեղը մեզ վնաս չտա, կամ այնպիսի բան զիջենք, որը միջազգային հանրության համար ընդունելի ընկալելի կլիներ։ Եվ 30 տարի մենք ուղղակի ժողովրդին կերակրել են մեկ այլ բան, հողի վրա եղել է այլ բան։ Եվ սա է, որ ժողովուրդը հասկանում է եւ մտածում, որ միգուցե Նիկոլ Փաշինյանը
ինչ որ բան կա, որ անում է, որը պիտի արվեր նախկինում։ Օրինակ եմ ասում։ Այո, ես կարող եմ բացատրել, որ դա այդպես չի, թե ճանաչելով հանդերձ իրենց եւ տեսնելով վարքագիծը եւ այդ բոլոր սխալներն ու սայթաքումներն ու խայտարակությունները, որ այս իշխանությունը անում է, երբեմն դեռ պիտի հասկանանք, սա դավաճանության հետևանք է, թե տգիտության եւ անմեղսունակության։ Այդ օրը գալու է, բայց այն, որ մարդկանց հնարավոր չի մոլորեսնել այսպես տեքստերով եւ պաթոսով, դա ճիշտ է, լավ է, եւ մեր մարդիկ ուղակի պիտի մի քիչ ավելի խորամուխ լինեն։ Այո, ուզենան խաղաղություն, բայց հասկանան, որ վճարվող գինը կապ ունի կայունության, երկարաժամկետության եւ իրական խաղաղության հետ, ոչ թե լոզունգների։ Եվ ընդդիմադիր դաշտում այս պահի դրությամբ առաջատար դիրքեր են զբաղեցնում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը։ Այս ուժերի հետ համագործակցությունը առնվազն հետընտրական ձևաչափով հնարավոր համարում եք եւ հատկապես Հայաստան դաշինքի մասով, որևէ պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանի հեռացման գինը այդ հետընտրական կոալիցիայից կախված լինի, որին դուք պետք է միանաք, կհամագործակցեք։ Այն բանակցությունները, որ մենք վարում ենք, միտված է ստեղծել այնպիսի քաղաքական միավոր, որը լիակատար, լիարժեք վստահություն կվայելի։ Իսկապես, որովհետև ես կարծում եմ, որ այդ ուժերը, որ նշում եք, ու տարբեր ուժեր, որ կլինեն, ամենքը ունեն իրենց անելիքը եւ իրենց օրակարգը, որը ինչ որ չափով կարող է մեզ հետ համադրել լինի, ինչ որ չափով ճիշտ հակառակ։ Օրինակ Հայաստան դաշինքը եւ դրա առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման տարիներին նույնպես ապրել ենք։ Եվ ինչպես կարող ենք վերադարձնել այդպիսի իշխանություն, դա բացառվում է։ Հիմա այն պլատֆորմները, որոնց շուրջ մենք աշխատում ենք եւ գաղափարախոսությունը, որոնց շուրջ միավորում ենք ուզում, հայկական պետության ամրացման մասին է։ Հետևաբար հարցեր են, չէ՞, մեզ տալու մարդիկ ասելու են ինչպես եք այդ նույն Հայաստան դաշինքի եւ նրա առաջնորդի հետ ամրացնում հայկական պետականությունը, երբ որ տարիներ շարունակ մեր ռազմավարական օբյեկտներն է օտարվել, երբ որ եղել է հնարավորություն իրավիճակ փոխելու, չի փոխվել, երբ որ տեղը ժողովրդավարությունը ուղղակի սպառ քարուքանդ է արվել այնպես, որ մարդիկ հիշում են սպանություններ, հիշում են կեղծված ընտրություններ, այդ ինչպես է այդ արժեքները պաշտպանելու։ Եվ ինչու եմ սա մանրամասն բացատրում, որ տրամաբանեն նաեւ մարդիկ, թե ում հետ այո չի լինելու համագործակցություն, ում հետ հնարավոր է, բայց նաև մեր առաջնորդությամբ, եւ ինչու ենք մենք այսքան երկարացնում նաև այդ քննարկումներն ու բանակցությունները, որպեսզի այդ առաջնորդությունն ու հայկական ընդգծվածությունը այս ուժի լինի այնպեսին, որ մարդկանց բավարարի իրենց ինքնությունը պաշտպանելու, իրենց արժեքները պաշտպանելու, հայկական պետությունը պաշտպանելու համատեքստում եւ իրենք վստահ այդ քվեն տան։ Եվ այդ պարագայում ես վստահ եմ, որ այն ուժը, որի շուրջ մենք ձևավորում ենք միասնություն, ունենալու է ահա այդպիսի դերակատարում քաղաքական դաշտում եւ ընտրություններին։ Այսինքն բուն Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը բացառում եք, բայց այնպիսի իրավիճակ լինի, որ նրա ուժի, բայց ոչ իր դեմքով որևէ համագործակցություն գուցե դիտարկի։ Ես չգիտեմ ինչ են իրենք անում, բայց կրկնում եմ, այն կառավարումը, որ Ռոբերտ Քոչարյանը վարել է, անընդունելի է մեզ համար եւ իր որևէ իր հետ համագործակցությունը այդ համատեքստում ես բացառում եմ։ Բայց այս առանց բայցի, երբ որ ասում եմ բայց, դու մտեն առաջի ասածը չեղարկվում է։ Մենք այնպիսի ուժ ենք ձևավորելու, որը վայելելու է վստահություն շատ մարդկանց, այդ թվում նաև պարլամենտ հայտնված ուժերի, եւ մենք մեր առաջնորդությամբ ենք տեսնում երկրի կառավարումը, այն ուժի, որը ձևավորում ենք։ Ատկին Թանդելյան, նաև տարածաշրջանային զարգացումներին անդրադառնանք։ ՔՊԱ-ականները մեզ վստահեցնում են, որ խաղաղությունը արդեն հաստատվել է։ Մենք Ֆիդանի հայտարարությունն ենք լսել, որը այս իշխանության բարած քաղաքականությանը աջակցություն էր հայտնում։ Ադրբեջանցի падգամավորներից մեկն էլ երեք հայտարարեց, որ չի բացառվում, որ մինչև ընտրությունները խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Ես ուզում եմ մենք այս սցենարին անդրադառնանք, որքանով է սա իրատեսական համարում եւ եթե նման բան տեղի ունենա եւ падգամավորը հայտարարել, որ սա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Հայաստանը պարտավորվի արդեն ընտրություններից հետո սահմանադրությունը փոխել, դա մեր ընտրական process-ի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Հայաստանը առանց այդ ձեր նշած հայտարարության Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն իսկ պարտավորվել է ընտրություններից հետո փոխել սահմանադրությունը, եւ դա անում է Ալիևի պահանջով եւ Ադրբեջանի պահանջով, եւ թե ինչը պիտի փոխվի, բոլորս գիտենք, անկախության հռչակագրին հողումները եւ դրույթները նախ եւ առաջ։ Ուսը կհրապարակեն Մարտին տեքստը, ոնց որ թե հայտարարություն է եղել, եւ կտեսնեն, որ այդ թվում նաեւ այլ բաներ, բայց
պատճառը փոփոխության մենք պիտի հասկանանք, թե ինչն է, որովհետև այնպես չի, որ ես գոհ եմ այս համադրությունից, բայց ամենևին անկախության հռչակագրի մասին չէ խոսքը, եւ այնինչ իրանք փոխում են հատուկ անկախության հռչակագրի համար։ Եվ այդ հայտարարությունը, որ անում է ադրբեջանցի պատգամավորը, ինձ հուշում է, որ իրենք էլ քանի որ այսպես զարգերակի վրա են պահում եւ ստուգում են, թե ինչ է կատարվում ժողովրդի տրամադրությունների մեջ, նրանք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի վարկանիշ։ Հետևաբար այս տեքստերով ոչ ուղղակի, այլ անուղղակի փորձում են աջակցել եւ հիշեցնել մարդկանց, որ եթե հանկարծ այս իշխանությունը չընտրվի, խնդիրներ կլինեն։ Բայց ես վստահեցնում եմ, որ այդ խնդիրները ոչ միայն չեն լինի եւ խաղաղությունը այս իշխանության մասին չէ, այս իշխանությունը զիջումների եւ մասին է, որոնց գնով եւ որոնց համար նա իշխանություն պահելու համար նա պատրաստ է ստորագրել յուրաքանչյուր թուղթ։ Ես չեմ բացառում նաեւ, որ հնարավոր է դա ստորագրվի, եթե այն պարագայում որ տեսնեն ել ավելի է անկում ապրել Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը։ Եվ սա աջակցություն է լինելու իրեն, որովհետև այս իշխանության քարոզը նաև մեր դեմ լինելու է, որ մենք խաղաղություն ենք, մնացածը պատերազմ։ Դա սուտ է, պատերազմի եւ ոչ պատերազմի միջև է լինելու։ Դա սուտ է, դա մանիպուլյացիա է, դա լկտի սուտ է, եւ նա փորձում է այդ ձևով ընտրվել, որովհետև այդ մի խաղակարտն ունի եւ Ալիևն ու Թուրքիան նրան օգնում են այդ խաղակարտը օգտագործել, բայց մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ մեր ուժի մասին եմ ասում եւ այն բանակցությունները, որ մենք վարում ենք, մենք որևէ կերպով ոչ մի ձևով պատերազմի չենք տանելու Հայաստանի Հանրապետությունը, որը գտնվում է ծանրագույն բարոյահոգեբանական, տնտեսական եւ ռազմական վիճակում։ Սա ուղղակի արկածախնդրություն կլինի դա անելը եւ որևէ պարագայում դա տեղի չի ունենալու։ Բայց հիմքերը, որոնք պիտի գցենք մենք, տարբերվում են այն հիմքերից, որոնք հիմա անում է այս իշխանությունը։ Դարձնելով, ստեղծելով թշնամիներ եւս մեկ, խոշորացնելով թշնամական տրամադրված մեր հանդեպ երկրներին եւ հնարավորություն չստեղծելով մեզ դառնալ կամուրջ տարբեր շահերի, այդ թվում նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի, տարանցիկ, տարեֆտրի, տնտեսական եւ այլնի։ Նրանք այնինչ անում են, սա բախման է բերելու հետագայում։ Իսկ իշխանության գալու կամ մաս կազմելու դեպքում Փաշինյանի ստանձնած պարտավորությունների հետ ինչ եք մտադիր անել, նույն սահմանադրությունը փոխելու մասով անդրադարձակ, բայց նաև կխնդրեմ Թրամփի ուղու մասով ունենք պայմանավորվածություններ, այս մասով ինչ եք մտադիր անել։ Սահմանադրություն փոխելու մասով ես դուք անդրադարձա համատեքստում, որ այո խնդիրներ կան սահմանադրության մեջ, բայց եթե ինձ եք հարցնում, դա առաջնայինը չի։ Այսինքն այո, այդ սահմանադրությունն է Նիկոլ Փաշինյանին սուպեր վարչապետ սարքել եւ Լյուդովիկոս 14-ի տեղն է դնում իրեն հենց այդ սահմանադրության նաեւ հետևանքով։ Սերժ Սարգսյանի կորստը։ Այո, որովհետեւ բոլոր կարևոր իրավական համակարգերը կենտրոնացած են իր ուղղակի ազդեցության ներքո, հետեւաբար ինքը այդ համակարգերով ազդում է բոլորի վրա եւ դրանով իրացնում իր իշխանությունը։ Դատական համակարգն է կատաստրոֆիկ վիճակում, չի քննարկում, այսինքն այս բոլորի իրականում խնդրահարույց նաեւ այսպես կետերը թաքնված են սահմանադրությունում, բայց դրա մասին ամենևին այս փուլում հնարավոր է եւ խոսելու կարիք չկա, որովհետեւ նաեւ կապ ունի ով է իշխանության իդեպ։ Որտեղ եթե դու Նիկոլ Փաշինյան ես, այո, սա վերածվելու է մահակի մարդկանց գլխին։ Եթե դու արժեքներ ունեցող, կարմիր գծեր ունեցող բարոյական քաղաքական գործիչ ես, ապա կարող ես եւ այլ կերպ լինել եւ այլ ձևով պաշտոնավարել։ Ինչ վերաբերվում է թրիփին եւ ընդհանրապես մնացած պայմանավորվածություններին, ես ուզում եմ պարզ լինի։ Մենք ներկայացնում ենք պետություն, այս բուդկա չի, որ ով գա, ինչ ուզի անի, վաղնեվետ քանդի, արմատախիլանի ամեն բան։ Կամ պայմանավորվածություններ, որում ներգրավված են գերտերություններ եւ այդ ստորագրությունները մենք պարտավոր ենք հաշվի առնել։ Չեմ ասում Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, այն մարդկանց եւ այն գերտերությունների, ովքեր դրել են իրենց ստորագրությունը։ Չեն կարող չեղարկել սա։ Գալու ասել ամեն ինչից փակվում, զրոյական կետից էր սկսում Փաշինյանը իր կյանքը գործունեություն, կարծես թե բան չի եղել մինչեւ իրեն Հայաստանի Հանրապետությունում։ Դա անհեթեթ արկածախնդիր վարքագիծ է։ Հետևաբար բնականաբար դիտարկելու ենք բոլոր հնարավորությունները, այդ թվում նաեւ Թրիփը եւ Թրամփի ուղին, բայց մենք ձեզ հետ հասկանում ենք, չէ՞, որ այդտեղ կան ձևակերպումներ, որոնք հետագայում պիտի բացվեն, դառնան օրենքներ, դառնան պայմանավորվածություններ եւ կարգավորումներ, որոնց ներքո պիտի հասկանալ ինչ պիտի անենք, որ պաշտպանենք մեր շահը։ Օրինակ, երբ որ խոսվում է անխափան ադրբեջանական անցման մասին մեր տարածքի միջով, այդ ձևակերպումով գիտի ինչ է դա նշանակում։ Դուք տեսնում եք Նիկոլ Փաշինյանի մանիպուլատիվ բացատրությունները, խուսափում է ու չգիտի, չէ' պատկերացնում, չէ' հասկանում դա ինչ է նշանակում, որովհետև ամեն անգամ իրեն տարբեր բան են պարտադրում դրա տակ հասկանալ, որովհետև դա շատ լայն եզրույթ է ու վտանգավոր։ Ինչքան լայնանում, այնքան հետեւաբար լավ եթե անխափան, այդ անխափանի դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստանում։
եւ որոնք են այն երաշխիքները, որ ստանալու պարագայում դա կպահպանվի։ Ես ուղղակի մի օրինակ կբերեցի, բայց բազմաթիվ են։ Մենք կարողանալու ենք Նախիջևանի Ադրբեջանի տարածքով նույնպես անխափան տեղափոխվել։ Կա դրա պատասխանը։ Եվ եթե համարժեքություն ենք խոսում, իսկ մենք պիտի խոսենք եւ ուզենանք, որովհետեւ սա է կրկնում եմ համերաշխության եւ խաղաղության գրավականը, համարժեքությունը, փոխադարձ վստահությունը, դե եկեք այդ վստահությունը կառուցենք նաեւ մեր անխափան անցումով։ Օրինակ նոյեմբերի 9-ի դեպքում սրա փոխարեն գոնե մենք հայկական Արցախի ինչ որ մաս էինք ունենում։ Երբ որ համեմատում են, ինձ ասում են, ասում շորտ նոյեմբերի 9-ը, այո, մենք ունեցել ենք կապ Լաչինով Արցախի հետ։ Եվ դա այո եղել է այս պարագայում եւ այս իմաստով անխափան, բայց մենք ունեցել ենք դիմացը Արցախ։ Եվ այդ պայմանը չի կարող գործել, թե մենք դիմացը չունենք այլևս Արցախ։ Հիմա Արցախի ժողովրդի իրավունքը պիտի խոսել այդ մասին։ Դա ոչ միայն պիտի խոսել, դա զրկել է դրա մասին չխոսելը, զրկել է Հայաստանի Հանրապետությանը կարևորագույն խաղաքարտից։ Դրա համար է այսօր Ալիևը հանգիստ 300,000 ադրբեջանցիների մասին խոսում եւ ավելի խիստ խոսելու է ընտրություններից հետո, եթե ընտրվեց Փաշինյանը։ Եվ եթե մենք չենք խոսում, ինչի նշանակում է չի խոսում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում։ Եվ խոսելու է, եւ մեր չխոսելը բերելու է նրան, որ դրանք ոչ միայն, այդ չեմ ասում դրանք համարժեքել չեն, սա ավելի բարձր մակարդակ է, բայց նրա փոքր ունեցած մի բանը նա դարձրել է 300,000 հայ, եւ մենք Արցախում բնական իրավունք, ապրելու բնական իրավունք ունեցող մարդկանց իրավունքը անգամ սեղանին չենք դնում։ Հայաստանի Հանրապետությունը սա զրկել է բանակցային դիրքերից, թե ոչ։ Սրա մասին գերիների մասին չխոսելը զրկել է Հայաստանի Հանրապետությունը բանակցային դիրքերից, շահեկան դիրքերից, թե ոչ։ Այս հարցերը պիտի խոսել եւ հասկանալ, որ Փաշինյանը չի տանում իրական խաղաղության, որովհետեւ սրանք օրակարգից հանելը հղի է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վտանգմամբ։ Եվ երբ որ ընտրություններից հետո 300,000 հայերի ադրբեջանցիների հարցը նորից կառաջանա, մենք պատկերացնում ենք դրա իրականացումը, ինչ է նշանակում, ինչու պիտի Նիկոլ Փաշինյանը դա չի իրականացնի, այդ ոնց, երբ որ հիմա չի հակադրում որևէ բան դրան։ Եվ դրա հետևանքով Հայաստանում ինչ process-ներ տեղի կունենան տարիների ընթացքում։ Ժողովրդագրական պատկեր կփոխվի եւ մնացած բոլոր հետևանքները։ Ընտրությունները պատկերացրեք դրա։ 300,000 քվեք ունենա։ Պատկերացնում եք ինչ ենք խոսում։ Ես նույնիսկ չեմ բարձրաձայնում այդ մասին, դա դուք եք ասում։ Դա ավելի խորքային է։ Դա շատ ավելի ծանր է, քան որևէ մեկի մտքով։ Հիմա ինչպես պիտի դիմադրի այդ հոսքին։ Ինչ պիտի ասի։ Եվ Տիկին Թանդիլյան, մենք խաղաղությունից ենք խոսում, բայց մեր գերիներն ու պատանդները շարունակում են Բաքվի բանտերում մնալ, մտահոգիչը հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը, որոնց մեծ մասին ՑՄ հազատազրկում է սպառնում Ադրբեջանում։ Եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, քանի որ այս իշխանության հետ այս հարցում արդեն հույսեր չենք կարող կապել, ինչ կարող է անել նոր իշխանությունը Հայաստանի, որպեսզի այս մարդիկ օր առաջ հայրենիք վերադառնան։ Եվ նորից խոսելով խաղաղության մասին խաղաղությունը իրական է, եթե քո որդիները գերության մեջ չեն, քո այն, այսպես ասեմ, հարևանի հետ, ում հետ խաղաղության մեջ ես։ Սովորական, եթե կենցաղային խոսքով նույնիսկ, ինչպես է դա հնարավոր դիմացի հարևանը քո որդուն գերի պահի ու լինի խաղաղություն։ Ոնց ես մոռանալու այդ մասին, հա մոռանալու ես։ Այդ դեպքում մենք ով ենք, ինչպիսի նկարագիր ունենք, մենք մեզ հարգում ենք որպես ժողովուրդ, արժանապատվությունը կորցրած մարդը ինչպես է ապրում։ Այս ամեն ինչը հարցեր են, որ մենք, ես ուզում եմ մեր ժողովուրդ ամեն ոք ինքն իրեն տա։ Հետևաբար դա պիտի լինի մեր պետության նաև անելիքը, պատասխանատվությունը այս մարդկանց վերադարձնել։ Եվ սա պիտի լինի կուզեք թղթի վրա, կուզեք պայմանավորվածության, բայց ես համոզված եմ, որ այս իշխանությունը ոչ միայն չի պայմանավորվելու այդպես, նա չի ուզում ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձ։ Նա վտանգներ է տեսնում սեփական իշխանության հանդեպ, իսկ վտանգ է տեսնում, ես ասում եմ իշխանության, այլ ոչ թե խաղաղության կամ մեկ այլ օրակարգ, ես համոզված եմ, այնտեղից վերադարձող մարդիկ են շատ լավ հասկանում, որ խաղաղությունը անհրաժեշտ է եւ իրենք դրա մասին են։ Եթե դուք վերընթերցեք կամ հիշեք Ռուբեն Վարդանի խոսքերը, դա բարիդրացիական հարաբերություններ հաստատելն է Ադրբեջանի հետ։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը գիտի նաև դա եւ հասկանում է, որ այստեղից եկած մարդիկ նաև հեղինակություն են, ինքը չի ուզենալու իրենց վերադարձ, ավելի Ալիևի հետ պայմանավորել, որ նրանք չվերադառնան, որովհետեւ
իր իշխանությանը վտանգում իսկ մեր զրույցային մասն էր, որ Փաշինյանի իշխանությունը ձեռնտու է Ալիևի իշխանությանը։ Հետևաբար այս մարդկանց ճակատագրերը ցավոք սրտի ծանրագույն վիճակում են հայտնվելու, եթե Աստված մի արասցե Փաշինյանը վերընտրվեց։ Ինչ որաբերում է մնացած պահվող գերիներին եւ յուրաքանչյուրի կյանքը ինձ համար արժեք է, ես կարող եմ ենթադրություններ անել, որ եւ նաեւ լսելով Ադրբեջանից եկած հայտարարություններ, որ չի բացառվում որոշ գերիների վերադարձ։ Բնական է սրա ենթատեքստը եւ նշանակությունը այս ընտրությունների մինչեւ խաղաղության ֆոնը ամրապնդելը։ Այո, եւ Փաշինյանի վարկանիշի վրա ազդելը, բայց ես գինը չեմ հաշվում։ Ինձ համար այս մարդկանց վերադարձը ինչ գնով է լինի, ինչ պատճառով է լինի, առաջնային է առանց հարցականների։ Մեկն էլ վերադառնա, ուրախ եմ։ Ով ուզում է վերադառնա, 19-ն էլ պիտի վերադառնա, բայց ես ուզում եմ ասել, մինչև վերջի 19-րդը կամ 21-ն էլ Արցախում տարան այդ օրերին չվերադառնան, ինձ համար այս հարցը բաց է ամենօրյա անհանգստության, թմբկահարման, բարձրաձայնելու համար։ Բոլորը պիտի վերադառնան, առանց իրենց վերադարձի հոգեկան հանգստություն եւ խաղաղություն մենք չենք ունենալու, մեր ժողովուրդը չի կարող այդպես ապրել։ Սա մեր պատվի հարցն է արժանապատվության ամբողջ աշխարհում։ Շնորհակալ եմ Տիկին Թամբիլյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանի հետ։ Կհանդիպենք։